Ոչ թե մեքսիկական սերիալ, այլ հոլիվուդյան էքշն։ Խալիսկոյի նոր սերունդ թմրակարտելի պարագլուխ Նեմեսիո Օսեգուերա Սերվանտեսը, որը հայտնի էր որպես El Mencho, սպանվել է ձերբակալման նպատակով իրականացված ռազմական գործողության ժամանակ, որին ներգրավված է եղել նաև ամերիկյան հետախուզությունը։ Օպերացիան անցկացվել է Մեքսիկայի հարավային Տապալպա քաղաքում, որտեղ կատաղի բախումներ են սկսվել զինված ուժերի ու հանցավոր խմբավորման միջև։ El Menchon մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ։ Զինված առճակատման հետևանքով սպանվել է հանցավոր խմբի 4 անդամ, վիրավորվել է 3 զինվորական։ Առաջնորդի սպանությունը կարմիր գիծ էր նարկոկարտելի համար, որն էլ պատերազմ է հայտարարել քաղաքական իշխանությանը։ Մեքսիկայի 8 նահանգում բռնությունների մեծ ալիք է բարձրացել, Խալիսկո նահանգն էլ դարձել է անկարգությունների էպիկենտրոնը։ Ի պատասխան ուժայինների գործողությունների թմրակարտելի անդամները սկսել են փակել ավտոմայրուղիները, հրկիզել բազմաթիվ ավտոմեքենաներ, հարձակվել են ոստիկանների վրա, կրակի են մատնվել խանութներ, հարձակման են ենթարկվել բանկեր։ Vivimos horas críticas. Մենք ծայրահեղ ծանր ժամանակներ ենք ապրում, երբ ամենուրեք անկարգություններ են տեղի ունենում։ Այս օրերին ամենակարևորը քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։ Անմիջապես ստեղծվել է անվտանգության հանձնաժողով, ակտիվացվել է բնակչության պաշտպանության կարմիր կոդ ռեժիմը։ Մի շարք բնակավայրերում կանգնեցվել է երթևեկությունը, բազմաթիվ ավիաընկերություններ հետաձգել կամ չեղարկել են տասնյակ չվերթներ։ Զբոսաշրջիկները բախումների վայրը նկարագրել են որպես պատերազմական գոտի։ Հանցագործությունների մակարդակը կտրուկ աճել է, ինչը մեծ հարված է բոլորիս։ Տրանսպորտային կազմակերպությունները տոմս չեն վաճառում, որպեսզի կարողանանք տուն հասնել։ Կինս ու դուստերս սպասում են ինձ, ասում են, որ ճանապարհները փակ են, ավտոմեքենաներ են հրկիզվել, վիճակը պայթյունավտանգ է։ Խուճապային վիճակ է օդանավակայաններում, քաոս փողոցներում, ամենուրեք զինված ուժայիններ են, ավտոմեքենաների հսկա մոխրակույտեր։ Մենք ահաբեկված ենք, փողոց ենք դուրս գալիս միայն այն ժամանակ, երբ խիստ անհրաժեշտություն կա։ Մարդիկ անելանելի դրության մեջ են, չգիտեն ինչ անել։ Բռնություններին մասնակցելու և թալանի մեղադրանքներով կան բազմաթիվ ձերբակալվածներ։ Միջազգային մամուլը գրում է El Menchoյի սպանությունը մեծ ձեռքբերում է Մեքսիկայի նախագահի համար նարկոկարտելների դեմ պայքարում։ Սա կարող է նաև ամրապնդել Կլաուդիա Շեյնբաումի հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ։ Սակայն մեծ է նաև ռիսկը, որ այս հաղթանակը կարող է շատ արագ պարտության վերածվել, եթե Մեքսիկայի իշխանությանը չհաջողվի կանգնեցնել բռնության ալիքը։ Նարկոսինդիկատը ձևավորվել է 2010-ին Խալիսկո նահանգում, սակայն ժամանակի ընթացքում ազդեցությունը տարածվել է ամբողջ երկրում։ 59-ամյա նախկին ոստիկան El Menchon ստեղծել է իր հզոր հանցավոր կազմակերպությունը, որը պատասխանատու էր դեպի Միացյալ Նահանգներ մեծ քանակությամբ թմրանյութերի տեղափոխման համար, մաքսանենգ ճանապարհով։ Ի դեպ Միացյալ Նահանգները $15 միլիոն պարգևավճար էր խոստացել նարկոսինդիկատի պարագլխի մասին տեղեկության համար։ Խալիսկոյի նոր սերունդ թմրակարտելը հայտնի է առանձնահատուկ դաշնությամբ։ Սինդիկատի գրոհայիններն ականանետով ռազմական ուղղաթիռ են խոցել, տասնյակ պաշտոնատար անձանց սպանել, նրանց մարմիններն էլ կախել կամուրջներից մրցակիցներին ահաբեկելու համար։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։